ես տեսնում եմ եւ գիտեք, կարծում եմ, որ շատեր աշխարհում կիսում են իմ մոտեցումը։ Ես տեսնում եմ այդ հնարավորությունների պատուհանը, որը ստեղծված է եւ մեր համար, եւ Ադրբեջանի համար, հասնել ինչ-որ վերջնական կարգավորման, պայմանագրի ստորագրման եւ հարաբերությունների աստիճանական նաեւ կարգավորման, հա։ Կհրաժարվեն իրենց պահանջից սահմանադրության մասով, ուզում եմ հասկանալ լավ։ Եթե մենք տենց շատ, ախր մենք խոսում ենք խոսակցության ընթացքի մասին։ Հիմա քիչ առաջ ես ինքս էլ 1-2 դրվագով մեր դիրքորոշումը եւ ներկայացրեցի եւ ինչ որ առումով նաեւ խոսակցություն ունեցա իհարկե հերավար ադրբեջանական կողմի հետ։ Հիմա մարդիկ ասում են մենք կարծում ենք որ ձեր սահմանության մեջ խնդիր կա։ Մենք ասում ենք եւ սա կենթանի խոսակցություն է, հա, մենք ասում ենք եթե ձեր մտահոգությունը տեղին է, անկեղծ է, ապա կա սա եւ հետեւաբար կարող եք լուծում գտնել այս ճանապարհով։ Եթե ձեր մտահոգությունը տեղին չի, հետեւաբար չարժի եւ այլն, հա, այսինքն կողքից կարող է թվա որ սա ընդամենը մի խոսակցություն է, մեկ օրվա, մեկ հանդիպման ընթացքում պարզելիք հարց է, բայց կյանքը ցույց է տալիս համարի տես որ ոչ, ընթացք է սա։ Եվ կտեսնենք, եւ այնուամենայնիվ ամեն ինչով հանդերձ ես ուզում եմ իմ վերջնական գնահատականը, որը քիչ առաջ շնչեցրեցի, վերահաստատել։ Ես կարծում եմ, այո, իսկապես իրական հնարավորություն կա շատ մոտ ապագայում հաստատել խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ինստիտուցիոնալիզացված խաղաղություն, ստորագրել պայմանագիրը եւ գալ ընդհանուր հայտարարի այդ եւ հարակից մնացած հարցերի շուրջ։ Ինչքանով կարող իրականանա այս իմ տեսած հնարավորությունը, դա իհարկե բոլորովին այլ հարց է։ Ուրիշ բան որ Հայաստանի Հանրապետությունը իր կողմից ամեն ինչ անում է, որ այդ սցենարով էլ ամեն ինչ ստանա։